Արխաս Ղազարյան, խնդրեմ պարոն Քոչյան։ Շնորհակալություն Տիկին Ջուլիակյան, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծի ընդունումը պայմանավորված է գործող իրավակարգավորման կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, ինչպես նաեւ թերի տարընկալումների տեղիք տվող հարցերի հստակեցման։ Նախատեսվող որոշ փոփոխություններ պայմանավորված են քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող գործառույթների արդիականացմամբ եւ բարելավմամբ։ Եվ ձեր թույլտվությամբ արագ ներկայացնեմ առաջարկվող փոփոխությունները։ Նախագծով առաջարկում է ընդլայնել ծառայության մեջ ներգրավելու հնարավորությունը վերացնելով տարիքային սահմանափակումը, որը ներկայումս 30 տարին է, ինչ հնարավորություն կտա համակարգ ներգրավել փորձառու եւ կարողունակ մասնագետների։ Օպտիմալացնել քրեակատարողական ծառայության կառուցվածքը միավորելով երկու առանձին գործառույթներ իրականացնող սահակային միևնույն նպատակը հետապնդող ստորաբաժանումների քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների եւ պահպանության ապահովման բաժինները մեկ վարչության ներքո։ Հստակեցնել լիազորությունների շրջանակը ուժը կորցրած ճանաչելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում վերահսկողության իրականացման լիազորություն նկատի ունենալով, որ այն իրականացնում է պրոբացիայի ծառայության կողմից։ Նախատեսվում է ներդնել առաջխաղացման ավելի ճկուն մեխանիզմներ, հնարավորություն ընձեռելով կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած ծառայողներին նշանակվել ավելի բարձր պաշտոններում, նաեւ առանց մրցույթի, դրանով իսկ խթանելով համակարգի ներսում մասնագիտական աճը, շարունակական զարգացում եւ ծառայողների մոտիվացիան։ Սա ներդրել ենք քաղաքացիական ծառայության կարգավորումները։ Հստակեցնել եւ պարզեցնել քրեակատարողական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններում նշանակվելու համար ներկայացվող պայմանները։ Միևնույն ժամանակ նախագծով առաջարկում է, որ քրեակատարողական ծառայողը հնարավորություն կունենա սեփական նախաձեռնությամբ առանց մրցույթի փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր, ապահովելով հավասարազոր պաշտոնի բացակայության պայմաններում բնակության վայրին մոտ քրեակատարողական հիմնարկում կամ նույն հիմնարկի մեկ այլ ստորաբաժանում ծառայելու հնարավորությունը, որովհետև որոշ լինում են դեպքեր, երբ որ անձի առողջական կամ ընտանեկան մի շարք հանգամանքներով պայմանավորված ծառայողները ցանկանում են տեղափոխվել իրենց բնակության կամ իրենց ավելի հարմար վայր, որտեղ համապատասխան համարժեք պաշտոն չի լինում, բայց վերջիններս ավելի ցանկանում են ավելի ցածր պաշտոնի տեղափոխվել, ներկայիս գործող օրենսդրությամբ նման հնարավորություն առկա չէ։ Նախագծով հստակեցվում են արդարադատության նախարարի լիազորությունները որոշումների կայացման եւ վերանայման գործընթացներում, մասնավորապես ամրագրվում է, որ նախարարը կայացնում է որոշումներ, քննարկում եւ թողնում է անփոփոխ քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց համապատասխան որոշումները, հրամանները եւ ցուցումները կամ կասեցնում, փոփոխում կամ վերացնում է դրանք։ Իսկ արդարադատության նախարարությունը որպես վերադաս օժտում է այն լիազորություններով, գործիքակազմերով, ինչը որ ենթադրում է վերադասությունը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներից է նաև ծառայողական շների կիրառման հնարավորության ընդլայնումը։ Մենք օրենսգրքով ունենք ծառայողական շների կիրառման հնարավորություն, ընդլայնում ենք, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչը նույնպես կարևոր է անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այսինքն նախատեսվում է, որ խուզարկությունների ժամանակ կարող են օգտագործել այդ վարժեցված ծառայողական շները։ Բացի այդ նախատեսվում է կարգավորել այն իրավիճակները, երբ ծառայողը վերականգնվում է նախկին աշխատանքում, հստակ սահմանելով համապատասխան իրավահարաբերությունները եւ բացառելով գործնականում առաջացող խնդիրները, մասնավորապես քրեակատարողական ծառայությունից ազատելու հիմքերում լրացում է ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու պարագայում տվյալ պաշտոնն այդ պահին զբաղեցնող ծառայողին ծառայությունից ազատելու պայմանը, այսինքն երբ որ ծառայողին ինչ-ինչ պայմաններով ազատվել է աշխատանքից, օրինակ հետագայում դատական կարգով վերականգնվում է նույն զբաղեցրած պաշտոնում եւ եթե այդ զբաղեցրած պաշտոնը արդեն իսկ զբաղված է նոր ծառայողով, դատական ակտը պետք է կատարվի եւ անձը պետք է վերականգնվի իր զբաղեցրած պաշտոնում, սա հիմք է, որպեսզի այդ պահին այդ պաշտոնը զբաղեցնող անձը
ազատվի ծառայությունից, եթե իհարկե իրեն առաջարկում են այլ համարժեք պաշտոններ եւ հրաժարվում է կամ համարժեք պաշտոն առկա չի։ Ըստ էության այսքանն էին առաջարկվող փոփոխությունները, հարցերի դեպքում սիրով պատասխանում։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, նախագծի հիմնական զեկուցողին հարցեր։ Խնդրեմ, Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, պարոն Քոչյան, հետևից կամ հենց վերջին կետի վերաբերյալ, երբ որ ասում եք ազատվի իր զբաղեցրած պաշտոնից եւ այստեղ մի փոքր անարդարության հիմք եմ տեսնում, որովհետեւ մարդը եկել է աշխատում է, պաշտոն է զբաղեցնում, դիրք է զբաղեցնում եւ դատական ակտի կատարման համար ինքը ստիպված է լինում թողնել իր պաշտոնը։ Երկրորդ հարցս ծառայողական շներին է վերաբերվում, նոր քիչ առաջ տեխնոլոգիաների զարգացման մասին էինք խոսում, արդյոք հնարավոր չի տեխնոլոգիաներով խոզարկությունն ավելի արդյունավետ իրականացնել, քան ծառայողական շների կամ այդ լայնում ասելով ինչ ենք հասկանում ընդհանուր առմամբ։ Եվ հաջորդ հարցս, երբ որ բնակության վայրով, առողջության կամ ընտանիքի հետ կապված փորձում են փոխել իրենց ավելի ցածր պաշտոնի գնան, այդ դեպքում աշխատավարձը պահպանվում է, թե ոչ։ Մյուս մոռացա, լավ այսքանը, չմոռացա, բայց չեմ գտնում, մի հարց էլ ունեի, բայց չեմ գտնում։ Շատ լավ, հա, երբ որ օպտիմալացում ենք իրականացնում, այդ դեպքում նախատեսվում է նաև ծառայողների կրճատում, չէ՞, ինչքանով կկրճատվեն։ Խնդրեմ, պարոն Քոչյան։ Շնորհակալություն, Ղազարյան։ Так. Առաջին հարցից պաշտոնի վերականգնում, տեսեք, ըստ էության այո, որոշակիորեն անարդարություն կամ աշխատողի իրավունքների տեսանկյունից որոշակիորեն խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում, բայց բոլոր դեպքերում ցանկացած լուծման պարագայում այդ իրավիճակը տեսականորեն կարող է ստեղծվել։ Այսինքն, եթե տեսականորեն ուրեմն որևէ այլ թափուր հաստիկ չկա եւ այդ բոլոր հաստիկները համալրված են եւ կոնկրետ ինչ որ մի հաստիկից անձին ազատել են աշխատանքից, հետո գայում դատարանը համարել է, որ դա անհիմն է ազատվել, իրավաչափ չի եւ վերացնում է, պարտավորեցնում է վերականգնել աշխատանքի, ուրեմն այս անձի իրավունքները ոչ իրավաչափորեն սահմանափակվել են եւ դատարանի որոշման համաձայն ինքը պետք է վերականգնվի աշխատանքի։ Եվ այստեղ հարցը առաջանում, լավ, բայց այդ դեպքում եթե այդ հաստիկը արդեն համալրված է, ինչպես վարվել դրա հետ։ Մենք երկու տեղից էլ աշխատողի իրավունքների հետ գործ ունենք, բայց մի կողմից առաջին իրավունքները ավելի շուտ ոչ իրավաչափորեն խախտվել են, որը դատարանի կողմից արձանագրվել է եւ պարտավորեցվել է վերականգնել։ Երկրորդի դեպքում դրա համար այս պահին մենք բաց ունենք, որովհետեւ այդ նման իրավիճակներում օրենքը չի կարգավորում, թե ինչպես մի կողմից մենք ունենք սահմանված կարգով ընդունված աշխատանքի եւ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող նոր աշխատող, մյուս կողմից ունենք դատական ակտ, որը պետք է կատարվի։ Հիմա մենք նախատեսում ենք, որ նման դեպքերում այս նոր աշխատողը կարող է ազատվել աշխատանքից, ել եմ ասում, եթե այլ համարժեք աշխատանք, պաշտոն հնարավոր չի լինում իրեն առաջարկել, այսինքն հնարավոր չի լինում առաջարկել այն դեպքում, երբ որ չկա, կամ այն համարժեք պաշտոնները, որը ինչ որ առաջարկվում են, նրանցից հրաժարվում է։ Ինչի համար է ավելի լավ էս մոտեցումը, քան գործողը, որովհետև աշխատողը, որը որ հավակնում է այդ թափուր պաշտոնին, ինքը ի սկզբանե կարող է իմանալ, որ այդ պաշտոնը ինչի համար է թափուր եղել եւ իր համար այդ հնարավոր պոտենցիալ ռիսկը կանխատեսել, բայց այն առաջին աշխատողը, որը որ անհիմն ազատվել էր, այս դեպքում սա այդ մասով շների մասով բնականաբար բոլոր տարբեր եղանակներով ենք պայքարում այս արգելված իրերի եւ ոչ իրավաչափ վարքագծի դեմ եւ այս վարժեցրած շները դա այդ պայքարի մեթոդներից մեկն է եւ ոչ առաջնայինը բնականաբար, սակայն որոշ դեպքերում, երբ որ խոզարկություններ են իրականացվում եւ այդ թմրանյութերի մասնավորապես հայտնաբերման խնդիրը առաջանում, իսկ դրանք չափերով բնականաբար պատկերացնում եք շատ փոքր են, իսկ այդ խցերը իրենք խիտ
ուրեմն կահավորված եւ բնակեցված, այսինքն պատկերացեք իրենց անձնական իրեր, բան շատ ինքը իրեր կան այդտեղ փոքր տարածքում եւ շատ դեպքերում բարդություններ է շատ առաջացնում այդ թմրանյութերը հայտնաբերելու որոշ դեպքերում դրանք չեն հայտնաբերվում, որոշ դեպքերում հայտնաբերելու համար անհրաժեշտ է անում ավելի շատ այդ ամեն ինչը քանդել, որպեսզի այդ փոքր գրամները հնարավոր լինի ինչ-որ տեղեր թաքցրած գտնել, եւ իսկ այս վարժեցրած շները իրենք հենց հոտառությամբ դրանք գտնում են եւ անհարկի, ուրեմն ավելի քանդելու կամ ռեսուրս ծախսելու կարիք չի լինի, այսինքն սա մի հատ լրացուցիչ գործիք է, որը պետք է ծառայությանը օգնի։ Պաշտոնների ավելի ցածր պաշտոնի տեղափոխվելու դեպքում աշխատավարձը չի պահպանվում։ Դրա համար սա որպես կանոն կիրառվող գործիք չի, սա որպես բացառիկ դեպքերում կիրառելի գործիք է, որովհետև կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ բացառիկ դեպքերում անձը պետք է ցանկանա իր զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր պաշտոնի, որովհետև բոլորը ձգտում են ավելի բարձր պաշտոնի եւ այս առաջխաղացման մեր մոտիվացիոն ինստիտուտը համակարգնել հենց դրան է միտված, բայց լինում են դեպքեր, երբ որ անձիկ արդեն օրինակ չգիտեմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը իրենց օրինակ տարիքից օգնությունից ելնելով կոզում են մի քիչ ավելի թեթև պաշտոն զբաղեցնեն, եթե այլ ընտրանքը ուղղակի պաշտոնը թողնելն է, հիմա իրանք չեն կարող ավելի թեթև պաշտոն զբաղեցնել եւ եթե այդ գործող իրենց զբաղեցրած պաշտոնն էլ արդեն իրենց ֆիզիկական կամ պահանջներին չեն կարողանում բավարարել, այլ ընտրանքը ուղղակի ծառայությունից ազատվելն է։ Հիմա հնարավորություն ենք տալիս, որ նման դեպքերում հնարավոր է ավելի ցածր պաշտոն զբաղեցնել կամ ուրեմն այդ պաշտոնի տեղակայումը զուտ աշխարհագրական դիրքով պայմանավորված կարող է իրեն բնակության վայրափոխվել եւ այդ վայրում որտեղ ինքը ծառայում է կամ իր բնակության վայրին մոտ համապատասխան պաշտոն ազատ չկա, բայց գերադասում են ավելի ցածր պաշտոնի, բայց բնակության վայրին մոտ, այսինքն սա բացառիկ դեպքերի մասին է։ Իսկ ինչ վերջին հարցին օպտիմալացմանը, այստեղ ոչ թե օպտիմալացման մասին է խոսքը, այլ մենք ունենք երկու բաժին, որոնք իրենց գործառույթներով մոտ են եւ առաջիկայում մեր փոփոխությունների, մեր տեսլականի իրագործմանը զուգընթաց դրանք ավելի են մոտենալու, խոսքը գնում է ուղեկցումներ, այսինքն երբ որ անձանց կալանավորներին դատապարտյալներին ուղեկցում են դատարան կամ այլ վայրեր եւ պահպանություն, որոնք իրականացնում են այդ բանի պարագծերի պահպանությունը, այս երկու ստորաբաժանումների մասին է խոսքը, ոչ թե մենք օպտիմալացնում ենք, այլ իրանց երկուսին միացնում ենք, պահպանելով ուրեմն հաստիկները մեկ կառուցվածքային ստորաբաժանման ներքո, ինչ նպատակ ունի սա։ Մեր ուրեմն տեսլականում ուրեմն արկա է պարագծերի ծառայությունը պարագծերում ծառայողներին փոխարինել անվտանգային համակարգերով, տեսախցիկներով եւ այլ սենսորային համակարգերով եւ այս ծառայողներին օգտագործել այս ծառայողների ներուժը պոտենցիալ օգտագործել արդեն ուղեկցումների համար, քանի որ պարոն Ղազարյանը ինչպես ասաց, այդ ուղեկցումների գործառույթը մենք աստիճանաբար ոստիկանությունից ստանձնում ենք եւ դրա համար մեզ լրացուցիչ ծառայողներ են հարկավոր եւ այս միացման արդյունքում էլ ավելի ճկունություն ալինելու որ մեկ ստորաբաժանումից մյուս ստորաբաժանման տեղափոխության կարիք չլինի, գործողման կարիք չլինի, այլ մեկ ստորաբաժանում լինի եւ ըստ անհրաժեշտության նույն ծառայողին հնարավոր լինի հեշտությամբ ուղեկցումներից տեղափոխել անվտանգ պահպանություն կամ պահպանությունից տեղափոխել ուղեկցումներ։ Սա ավելի շատ ներքին աշխատանքային օպտիմալացման մասին է խոսքը, այլ ոչ հաստիկային օպտիմալացման։ Շնորհակալություն։ Արձագանք ունեք Տիկին Ղազարյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Քչյան, ընդունում եմ լրիվ